Ռուբիոյի վարկանիշը մագա աշխարհում շատ ցածր է։ Ինքը դասական հանրապետական է։ Դասական հանրապետականի դիրքերը շատ թույլ են։ Հիմա Տրամպի ադմինիստրացիայում։ Այնպես որ որպեսզի Ռուբիոն լինի այն խաղացողը, ում հետ դու կարաս գործարքի գնաս եւ վստահ լինես, որ այդ գործարքը կստանա այս ադմինիստրացիայի 100%-անոց աջակցություն, դու չես կարող։ Ռուբիոն չի այդ մարդը։ Այդ առումով օրինակ վիճոկը կամ զյաճոկը ավելի ազդեցիկ է։ Պարոն Սարգսյան, Ռուբիոյ է, թե Միացյալ Նահանգների պետքարտուղ։ Ոչ, Ռուբիոն Ռուբիո է։ Ցավոք սրտի Ամերիկայի Միացյալ Նահանգները 25 թվականի հունվարի 20-ից հետո դարձան Ռուբիո, որտեվ եթե դուք ուզում եք Ռուբիոին դիտարկեք որպես պետքարտուղար, դուք շատ տենց խախուտ ճահճոտ հողի վրա եք կանգնում, որտեվ դեպքում ինձ պետք է բացատրեք Կուշներն ով է, ինչ գործ ունի Կուշները հույժ գաղտնի բաներում։ Ինքը ընդհանրապես տնտեսա է։ Մի խոսքով դուք ուզում եք ասեք Ռուբիոն անգամ, եթե Ռուբիոյի ելույթի մեջ մենք տեսանք ինչ որ ջերմություն Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունների մեջ, դա բնավ չի նշանակում, որ Թրամփի վերաբերմունքն է փոխվելու եւ Միացյալ Նահանգների, հիմա տեսնենք Միացյալ Նահանգների թե Թրամփի։ Բացարձակապես ոչ, Ռուբիոն միշտ, տեսեք, Ռուբիոն 21 թվականին ինչ որ ասել է Տրամփի մասին, եթե հիմա հանեք տնեք Տրամփի դեմը, կարող ենք Ռուբիոին ձերբակալի ու ուղարկի հետ Պուերտո Ռիկո։ Թրամփը տեղյակ չի, ինչ է։ Իսկ կասկածում եմ, որ Տրամփի մտավոր ունակությունները չեն ներում այդ ամեն ինչը։ Տեսեք, Ռուբիոն սենատոր է, Ռուբիոն շատ վաղուց է եղել սենատոր։ Ռուբիոն հիշացնեմ, օրինակ ինքը հայկական հարցում ինքը շատ դրական պերսոնաժ էր, ես անձամբ ինքը հարգանքի արժանի քաղաքական գործիչ է։ Ես որևիցե բան Ռուբիոյի դեմ որպես Ռուբիո չունեմ եւ ես դեմ չեմ որ Ռուբիոն այսպես այդ դասական Ռուբիոն է ես դրա համար եմ ասում Ռուբիոն դասական Ռուբիո սենատոր որը հա տենց բավականին երկար քաղաքական գործիչ է որը այդ ճանապարհը Իրան դեպի սենատ բացել է իր ուժերով որը միանշանակ ողջունվում է իմ կողմից նորմալ քաղաքական պայքարի մեջ այն ժամանակ երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ժողովրդավարության այսպես ասած փարոսն է հիմա Ռուբիոն հայտնվել է մի իրավիճակում այդ ոնց որ հնից գիտեք ոնց է որ սովետական միությունը դարձավ են գիմնազիաներում եւ սորբոններում սովորած պրոֆեսորան ռաբոչի իսկուստվայի ֆակուլտետն բանվորներին ու մատրոսներին ասենք մաթեմատիկա էին տալիս գրագի տենց ֆրանսերեն լավ իմացությամբ կրթված սաբաչի սերցը նայ պատկերացրեք Ռուբիոն դի պրոֆեսոր Преображенский նա իսկ Տրամփը Աբիրվալգը Շարիկովը այդ մոտավորապես այդ վիճակում ենք մենք հիմա դրա համար հա Ռուբիոն տենց էլ խոսենք կարող է ուրիշ ձև չի կարող Խոսքով փոխհարաբերությունները Եվրամիության ԱՄՆ շարունակում են լարված մնալ շարունակում են վատանալ ես դες ասեմ շարունակում եք վատանալ հունվարի ինքը մի բան էլ ասեմ ինչի օրինակ Ռուբիոն չէր կարող ասել այստեղ չնկատվեց ոչ մեկ ես նկատում այստեղ ոչ մեկ ես Երևանում չէի այդ ժամանակ հունվարի 29-ին Ամերիկայի դեսպանատան աշխատակիցները Կոպենհագենում ՆԱՏՕ-ի այդ պրոամերիկյան գործողությունները Աֆղանստանում որ կային զոհված զինվորների հիշատակին տեղադրված Դանիայի դրոշները որոնք բերել էին Ամերիկայի դեսպանատան դիմացի մայթը դրել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները հանել էին ու շպրտել էին աղբը դեմոնստրատիվ կրկնում եմ Դանիայի թագավորության զոհված զինվորականների հիշատակին տեղադրված Դանիայի դրոշները Դանիայի մայրաքաղաքում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները վերցրել եւ շպրտել էին աղբը այդ նույն ամերիկյան դեսպանատան աշխատակիցներն էին որոնք չեն բացառում որ 16 թվականին, երբ որ այլ ամերիկյան զորքերը, դանիական զորքերի հետ միասին կանգնած էին, ասենք, Կանդագարում կամ Կաբուլում, երդվում էին, որ դանիացիք իրանց եղբայրներն են։ Հասկանում եք ինչ եմ ասում, Շարիկովների հավաքածու, կոնյունկտուրշիկներ։
Էդ է խնդրեմը, որ շատերը չեն հասկանում, շատերին թվում է, որ այդ սա մեր կառավարությանն էլ է վերաբերվում, որ ինչ որ մեկը դա մոռանում է, ոչ մեկ ոչինչ չի մոռանում։ Այդ դրոշների շպրտելը, որ Դանիայի դրոշները շպրտել են աղբը, դանիացիք հաջորդ օրվանից գիտեք ինչ են արել դա։ Հազարավոր դրոշներ ա դրած։ Դե պարզա մի քիչ եվրոպական մոտեցում է, հա։ Հայաստանում կարող է ուղղակի բան անել, դիվանագիտական ինսուլտ լինել, խայտարակություն լինել, տենց որ բան անել, ներք բերեին, շպրտեին պատերի կամ սիրում են մեր կիսագրագետները տանում ճաշ են լցնում դռների վրա տարբեր դեսպանատների, չէ, տենց հայտնի էին մերոնք բաներ։ Այնտեղ բերել են հազարավոր դրոշներ, խնդիրը նրանում է, որ այդ չի անցնելու, երբեք չի անցնելու, չի կարա լավանա։ Դանիացիք չեն մոռանա։ Քանի որ հատուկ նայում եմ շատեր այնտեղ հարցազրույցներ են բանում Ամերիկայում, ասում է պատմում է նստած են։ Այս մեկը պատմում է Եվրոպայի պատմությունից։ Այդ Տրամպի հայտնի ասում է այդ բանը Գրենլանդիան իրանցը, որ եկել են ինչ-որ նավակներից իջել են ու հայտարարել են։ Էդի տենց ոնց կլինի, ինչ-որ մագա է նստած։ Այս երկրորդը, որը մի քիչ ավելի կրթված է, ասում է այդ խի էդի հիմք է, ասում է լսի բերանը փակ պահի։ Որովհետև մենք էլ ենք այդպես ստեղծվել, ասում ոնց մենք միշտ ստեղ ենք։ Ասում չէ, այստեղ եղել են սիուները, գուրոնները, մոնքիվոյկանները, մենք էլ ենք այդպես եկել։ Որ ասում ես, էդի հիմք չի, պետք է հավաքվենք սաղս, գնանք ապրենք այնտեղ, որտեղից եկել ենք։ Մի ասա դու ոնց դու ոնց մենք հա հայտնի է չէ Տրամպը որ բանի հետ հանդիպել էր, չեմ հիշում, Մելոնի հետ էր հանդիպել, ասել էր բան, Ամերիկան եւ Իտալիան հին Ռոմի ժամանակվանից բարեկամներ են։ Դե հասկանում եք այդ ընդհանուր առմամբ իրենց համար մեկ է, բայց Դանիայում, Դենմարկում, որը ասենք դու ինչ ասեմ, լավ վիկինգներ սերիալը գոնե նայեք, այդ մարդիկ են, իրանք այդ վիճակից որոշել են, որ եվրոպացի են ու կացինով մարդ չեն ծեծում։ Դե ոնց հասկացա 4-ին 4-ին եվրոպական սամիթն է, որը տեղի ունենալու Հայաստանում 5-ին Հայաստան Եվրամիության այդ հանդիպումն է, դե 2 օր էլ կմնա իր պետական այց։ Ոչ մեկ գալիս է Մակրոնը պետք է հասկանալ ուղղակի պետական այցը, թե աշխատանքային, որտեվ յուրաքանչյուր կադենցիայի ավարտի վերջի տարվա 12 ամիս մնալու պարագայում Ֆրանսիայի նախագահները վաղուց արդեն այդ ոնց որ ավանդույթ է ձեռք բերվել, նախագահում կադենցիան ավարտվում է եւ ինքը չի կարող ընտրվել, ինքը Հայաստան պետական այցով գալիս ընդհանուր առմամբ։ Կոպիտ ասած պրոտոկոլային այց է։ Պետական, չէ, պրոտոկոլայինը կլիներ աշխատանքային, պետական այց։ Վաղը տենց արել է Ժակ Շիրակը, տենց արել է Սարկոզին, տենց արել էր Հոլանդը, տենց արել էր Մակրոնը առաջի, բայց չէր եկի առաջին պետական, ինքը առաջին ֆրանկոֆոնիայով եկավ։ Առանձին որպես բան չէր եկել պետական։ Էլի միջոցառման շրջանակներում։ Բայց օրինակ նույն ֆրանկոֆոնիայի երկրները Աֆրիկայի ինքը գնում է պետական, հատուկ պետական այցով մեծ։ Այստեղ բաներ կան, էլի նյուանսներ կան։ Երևի խնդիրը մի փոքր ուրիշ է։ Մակրոնի այցը դե ասենք այդ Ֆրանսիան Հայաստանի համար այն երկիրն է, որը միշտ խարիսխ է հանդիսանում, այսինքն այդ անվտանգ նավահանգիստն է, որտեղ որ միշտ կարելի է գնալ բացատրել, որ գիտեք ինչ կա այսօր այդպես վարչապետի հեծանվի դինամոն նստել էր դրա համար ուղղակի այսօր գլխարկը թարսա դրել կամ չգիտեմ շորցի քաղաքելա գլխարկի տեղը դրա համար անգեմեիդան ոչինչ կներեք մեզ տենց էլ է պատահում ժողովրդավարությունը հիմա ում ընտրել են այդ ինչ որ Վենսի է գնացել, բայց պապայի արև Վենսի դիվանին չի նստել, ասենց ինչ-որ տենց մի բան պետք է ասենք, որտեղ սա խայտարակություն է։ Ելնելով նրանից, թե ոնց է Եվրամիության, ասենց ասեմ, ֆրանսիական աշխատակիցների կողորտը արձագանքել նրան, որ Եվրամիությունը պետք է ներկա չլիներ դրան, ակնհայտ է։ Ֆրանսիան հիմա զբաղեցնում է այն դիրքը, որը Եվրոպայի ոչ միայն Եվրոպայի առաջատարն է, այլ նաև ազատ աշխարհի առաջատարը, որտեղ այդ չի կարող այդ դրոշը մնա հատակին, էլի, ոչ է կարող Տրամպը տանի Էփշտեյնի կղզում սարքի փալաս իր համար, ոչ,
այդպես ինչ-որ ազատ աշխարհի դրոշը պետք է լինի մի տեղ, եւ այդ մի տեղը, օքեյ, հիմա Ֆրանսիան է, կարա լինի ուրիշ երկիր, բայց այս պահին Ֆրանսիան է եւ դրա հետ պետք է տեղավորվեն։ Գերկարևոր է այցը, ցավոք սրտի մերոնք պատրաստ չեն Եվրոպայի հետ հարաբերությունների նորմալ կառուցմանը, որովհետեւ ցավոք սրտի մեր կառավարությունները եւ այս կառավարությունը ցավոք սրտի այլ եմ ասում չի տարբերվում ոնց ասեմ իջդիվենից տունիածից տենց ինչ-որ հայտնես մի հատ բան ունի էլի պետք է ինչ-որ մի հատ մեծ բան լինի որ ինքը միշտ գնա իրան կծնվի քսվի ինչ եք այդպես ասում որ տենց այդպես է որովհետեւ հիմա ինչ եք տեսնում դրան նմանվող տեսեք Ես մարդիկ չգինեն արժանապատվությունը ինչ բան է, պետական արժանապատվությունը առավել ևս։ Գիտեք, կարելի է շատ երկար ինչ-որ բաներ անել, կարելի է ինչ-որ հայտարարել, որ դա դիվան, բայց սա դիվանագիտություն չի, տեսեք ինչ հաճույքով են իրան գնում ու հայտնվում տարբեր տեսակի ոչ ժողովրդավարական, շատ հաճախ Հայաստանի համար թշնամական մշակույթներ կրող բաներում։ Ռուսաստան, բան ինչ-որ թուրքական բաներ Էփշտեյնյան, այդ որը կոչվում է հիմա Էփշտեյնի կրուգ, բոլորը Ամերիկայի կառավարության 90%-ի վրա արդեն իսկ տասնյակ հազարավոր ապացուցված ֆայլեր կան։